Այսօր կանդրադառնանք Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ մրցափուլի ընթացքում տեղի ունեցած վիճահարույց իրավիճակներին, հատկապես խոսքը գնա Ուրարտու Ալաշկերտ եւ ԲԿՄԱ Գանձասար խաղերի վիճահարույց դրվագների մասին։ Խաղի 8-րդ րոպեին Ուրարտու թիմի դարպասի նշանակվեց 11 մետրանոց հարված, կարող եք տեսնել, որ դարպասապահը ընդհանրապես չի խաղում գնդակ։ Իհարկե նրա մտադրությունը գնդակ խաղալն է, բայց այնուամենայնիվ նա չի հասցնում խաղալ գնդակ եւ անօրինական հպում է կատարում հարձակվող խաղացողի հետ, որով խախտում է խաղի կանոնները։ Տվյալ իրավիճակում շատ կարևոր է այն փաստը, որ գնդակը դեռ խաղադաշտում է, հետեւաբար պետք է նշանակվի 11 մետրանոց հարված։ Հաջորդ իրավիճակում դարպասապահը անհաջող է կասեցնում գնդակը եւ տեսնելով մոտեկացող հարձակվողին, ձեռքով փակում է դեպի դարպասը գնացող գնդակը, որին կարող էր հասնել հարձակվող խաղացողը։ Տվյալ իրավիճակում, երբ որ այլ պաշտպաններ չկան, եւ դարպասապահը ինքն է խախտում կատարել, ակնհայտ է, որ Ալաշկերտի հարձակվողը մենմենակ է դուրս գալիս դեպի դատարկ դարպասը եւ ունի գոլ խփելու ակնհայտ հնարավորություն։ Բավականին բարդ իրավիճակ է մրցավարի համար, քանի որ դարպասապահը գնդակը անսպասելիորեն է կորցնում եւ մրցավարը տվյալ պահին գտնվում էր բավականին հեռու իրավիճակից։ Այդ պատճառով նրա սկզբնական որոշումը տուգանային հարված եւ դեղին քարտ էր, սակայն վառ ճիշտ միջամտությունից հետո որոշումը փոխվում է եւ դարպասապահը հեռացվում է խաղադաշտից մրցակցին ակնհայտ գոլ խփելու հնարավորությունից զրկելու համար։ Հաջորդ իրավիճակում հստակ երևում է, որ շատ մոտ տարածությունից կատարվում է ուժեղ հարված, պաշտպանը կատարում է սահանքում, նախ դիպչում է ոտքով գնդակին, որից հետո գնդակը անդրադարձվում է դեպի նրա հենման ձեռքը։ Խաղացողը հնարավորություն ունի խուսափել գնդակի հետ հպումից։ Հետևաբար մրցավարի կայացված որոշումը ճիշտ է տվյալ իրավիճակում։ Վառ մրցավարը, քանի որ համաձայն է մրցավարի որոշման հետ, չի հրավիրում մրցավարին խաղադաշտի տեսադիտում կատարելու։ Խաղի արդեն վերջնամասում օդային պայքարում Ուրարտուի խաղացողը խախտում է կատարում Ալաշկերտի խաղացողի նկատմամբ եւ ինչպես տեսակ Ալաշկերտի ֆուտբոլիստը շատ վատ ձևով է ընկնում գետնին։ Այդ պահին խաղացողը գտնվում է խաղադաշտում կամ խաղադաշտի կողագծի վրա, եթե գտնվում է կողագծի վրա, նա խաղադաշտում է եւ մրցավարը իրավունք ունի արագ խաղավեր սկսելու թույլատվություն տալ, քանի որ հնարավոր է, որ վնասվածքը լուրջ լիներ, թույլ է տրվում, որպեսզի բուժօգնությունը տրվի խաղացողին։ Իհարկե բուժօգնությունը երկար է տևում եւ Ուրարտու թիմը պահանջում էր, որպեսզի խաղը արագ վերսկսվի, բայց տվյալ իրավիճակներում մրցավարը առավելագույնը ինչը կարող է անել, նա պետք է փոխհատուցի կորսված ժամանակը խաղակեսին, ինչը եւ կատարվում է մրցավարի կողմից։ Կա կարծիք, որ թիմը փորձում էր խաղի վերսկսումը ձգձգել, այնուամենայնիվ պետք է գիտակցենք, որ խաղացողների առողջությունը ամենակարևորն է եւ մրցավարը պետք է թույլ տա, որպեսզի նորմալ բուժօգնություն տրվի խաղացողին։ Խաղի վերսկսման ձգձգումների հետ կապված որպես օրինակ բերենք գավաթային հանդիպում Անդրանիկ Ուրարտու խաղից։ Տվյալ իրավիճակում Ուրարտուի խաղացողը վնասվածք է ստացել եւ ստանում է բուժօգնություն, կարող եք տեսնել, որ Ուրարտուի դարպասապահը եկել է տեսնի, թե ինչպես է իր թիմակիցը, որից հետո նա վերադառնում է իր տուգանային հրապարակ եւ չգիտես ինչու նույնպես խնդրում է բուժօգնություն։ Մրցավարը ոչ մի ավելորդ քայլ չի կարող ձեռնարկել, նա ուղղակի հրավիրում է բժշկական անձնակազմին դարպասապահին բուժօգնություն ցույց տալու համար։ Խաղի հաշիվը 1-0 էր Ուրարտուի օգտին, դարպասապահի մոտ ամեն ինչ կարգին էր, բայց քիչ անց նա նույնպես բուժօգնության կարիք ուներ։ Չենք ուզում մենք սա դիտարկենք Ուրարտուի կողմից որպես խաղի վերսկսման ձգձգում, ուղղակի մրցավարի գործողությունները տվյալ իրավիճակում միայն մեկն է, նույնիսկ մրցավարը իր ժամացույցի վրա ցույց տվեց, որ տվյալ ժամանակը պահվելու է եւ փոխհատուցվելու է խաղակեսին։ Խաղի արդեն ավելացված ժամանակում Ուրարտու թիմից եղավ երկրորդ դեղինով կարմիր քարտ, ինչպես տեսակ Ուրարտուի խաղացողը բավականին մեծ ինտենսիվությամբ գնաց դեպի Ալաշկերտի խաղացողը, նրա գործողություններում կար արագություն, ինտենսիվություն, ուժ, որի արդյունքում ստեղծվեց հպում Ալաշկերտի խաղացողի նկատմամբ։ Մեր կարծիքով սա ակնհայտ դեղին քարտ է, հետեւաբար Ուրարտուի խաղացողը ստանալով երկրորդ դեղին քարտը միևնույն խաղում հեռացվում է խաղադաշտից։ Այժմ անդրադառնանք ԲԿՄԱ Գանձասար խաղի ընթացքում տեղի ունեցած վիճահարույց իրավիճակներին։ ԲԿՄԱ թիմի խաղացողը խախտում է կատարում Գանձասարի հարձակվողի նկատմամբ,
ով մենակ էր դուրս գալիս դեպի մրցակցի դարպասը։ Տվյալ իրավիճակում Գանձասարի հարձակվողը ամբողջովին տիրապետում էր գնդակին եւ եթե չկատարվեր խախտումը, նա արդեն հարվածային դիրքում կհայտնվեր։ Բայց ԲԿՄ թիմի պաշտպանը արդեն տուգանային հրապարակից դուրս սկսում է իր հրումը եւ կարող եք տեսնել նրա ձեռքը, որը հենված է հարձակվողի մեջքին։ Խախտումը շարունակվում է նաեւ տուգանային հրապարակում, քանի որ խաղացողը չի փորձում խաղալ գնդակ, այլ հրում է մրցակցին, ակնհայտ գոլ խփելու հնարավորությունից զրկելու համար նա հեռացվում է խաղադաշտից։ Երկրորդ վիճահարույց իրավիճակը ԲԿՄ Գանձասար խաղի ընթացքում ԲԿՄ-ի խաղացողը խախտում է կատարում Գանձասարի հարձակվողի նկատմամբ, դրանով խափանելով մրցակցի հեռանկարային գրոհը եւ պետք է պատժվեր դեղին քարտով։ Դա կլիներ նրա երկրորդ դեղին քարտը տվյալ խաղում, հետեւաբար նա պետք է հեռացվեր խաղադաշտից, սակայն մրցավարը տվյալ իրավիճակում եզրափակվում է միայն բանավոր զգուշացումով, ինչը նրա կողմից սխալ գործողություն է։ Խաղի ավելացված ժամանակում Գանձասարը շատ գեղեցիկ գոլ խփեց, սակայն վար տեսադիտումից հետո մրցավարը չեղարկեց դարպասի գրավումը։ Խնդիրը նրանում էր, որ գրոհի կառուցման փուլում Գանձասար թիմի խաղացողը կատարել էր խախտում ԲԿՄ թիմի խաղացողի նկատմամբ, երբ ԲԿՄ-ի խաղացողը գլխով խաղում է գնդակ, մրցակից խաղացողը ընդհանրապես չդիպչելով գնդակին, ձեռքի հարված է կատարում դեպի ԲԿՄ-ի պաշտպանը։ Մրցավարը ճիշտ հրավիրվեց խաղադաշտի տեսադիտման եւ տեսնելով դրվագի կրկնապատկերները ճիշտ չեղարկեց Գանձասարի խփած գոլը։